Կանխատանքները զինադական անայք Մանասանյանի գործողություններին Արմեն Մովսյանի հետ կապված ուժերի այստեղ շատ բացիկ անցավ Արցախի կնոջ ձեռքբերությունը երեխաների ներկայությամբ դեպի շատ բացիկ անցավ առանց անուններ տալու դուք եղել եք մի եւ դրամատական կամիլի այս աշխատանքի որ խաղաղական դեպքերի Փաշինյանը շատ բացիկ տեսեք ես չեմ տեսել իրականում նրա հայտարարությունը բայց ես ասեմ ես ինչ կանեի ես անմիջապես կդիմեի համապատասխան պետական մարմիններին վերահսկողության մեխանիզմ կսահմանեի եւ կդիմեի որպեսզի Նիկոլ Փաշինյանին ենթարկեն պատասխանատվության մի անգամից կարժանացնեի նրան հասարակական ամոթի ու պարզաբանքի մարդու իրավունքների պաշտպանի ուժով եւ նրանից կպահանջեի պարզաբանումներ ավելի նաեւ միջազգային զեկույց անապահ կկազմեի կներկայացնեի եւ նաեւ ցույց կտայի որ Նիկոլ Փաշինյանը սրանով տարածում է ատելություն որ Նիկոլ Փաշինյանը սրանով պարակտում է նորից մեր հասարակությունը որ Նիկոլ Փաշինյանը սրանով նորից էլի լարվածություն է առաջացնում նախընտրական գործիք է օգտագործում եւ հատուկ նաեւ կշեշտադրեի որ այստեղ կնոջ վրա կնոջը նվաստացնելու փորձեր են նաեւ արվում եւ գիտեք ինչ ես կարծում եմ տեսեք մեր այս միջադեպի հետ կապված մի բան եմ ուզում ասել նայեք իրականում Նիկոլ Փաշինյանը որ նվաստացման փորձից հետո որը չստացվեց եւ կարծում եմ ներողություն քննեց SUN եւ նրանք փորձեցին հետո դիսկուրսը փոխել ամբողջ Արցախի նորից էլի արցախցիներ որ ասում է հայաստանցիները ձեզ բերել են գումար են տվել չէ էլի մտավ այդ իր բանի ատելություն սերմանող այդ օրակարգի մեջ իմ կարծիքով նրանք հույս ունեին որ դրանից հետո արցախցի հայաստանցի անելով իրենց օգտին բերել այս դիսկուրսը դուրս բերել դրա համար մենք դրանից բացի այստեղ շատ կարևոր է նրա բացահայտել ամբողջական արմատները նրա նարատիվների տեսեք նա ամեն օր քարոզում է սրտիկ ու պաչիկ չէ սրանով ամբողջը ցույց է տալիս որ այ մարդը ինչ սրտիկ ու պաչիկ այս մարդը հենց հնարավորություն ունենա տեսեք ինչ օրիա հասցնում բոլորին ոչ միայն անպաշտպան կնոջը եւ երեխային կարող է ոչ միայն նրա իրավունքները չի պաշտպանում այլ անամոթաբար ահաբեկում է այդ մարդկանց այսինքն այստեղ նրա իրական վերաբերմունքն է նրա քաղաքացու նկատմամբ իրական վերաբերմունքն է հայ կնոջ ու երեխայի նկատմամբ իրական վերաբերմունքն է այլ նաեւ այն արժեքների որ կա շատ կարեւոր է որ մենք սա երբեք չմոռանանք այսպես սա շեշտադրելու Պարոն Թաթոյան, դուք այս ասուլիսի ընթացքում եւս մեկ անգամ հնչեցրեցիք, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի տասովշիկն է։ Իշխանության ներկայացուցիչները այս բառի հետ կապված շատ կոշտ են արձագանքում, ասում են, որ այդպիսի բան է ասում, գլուխը պատով է տալիս, թող ասեն իրենք ում տասովշիկն են, ինչ գումարի դիմաց եւ այլը։ Մի քանի կետով եթե հիմնավորեք, հա, շատ հայտնի չէ թեև ասուլիսի ընթացքում այդ թելը կար ինչու եք ասում հենց Ալիևի տասովշիկն են գուցե ինչ-որ մարդիկ մտածեն պարզապես խեղճ է չի կարողանում դիմակայել բայց Ալիևի տասովշիկ եւ երկրորդ հարցը ունեմ քանի որ երկրորդ նախագահի հետ կապված շատ կոշտ դիրքորոշում ներկայացրեցիք այնուամենայնիվ չեք կարծում որ որոշակի առումով այս գնահատականից կարող են վիրավորվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի այն համակիրները, աջակիցները, ընտրողները, ովքեր իրենց կողքին կանգնել են այս տարիների ընթացքում նաև փողոցում ծեծվել են, որովհետև ձեր գնահատականների հետ կապված նախկին հնչում են բադուկուր էիք, երբ որ մենք ծեծվում ու բանտարկվում էինք, եւ նաև հատուկ միջոցել է մի քանի անգամ այս անձանց ուղղությամբ կիրառվել, ես ինքս ներկա եմ եղել այդ ողջ ակցիաների ընթացքում հնարավոր է այնպիսի գնահատականներ առնվազն հնչեցնել, որ այդ մարդկանց չվիրավորեն։ Դուք պատկերացնում եք հիմա ինչ ալիք է լինելու ձեր նկատմամբ, նոր չի այդ ալիքը, բայց հիմա էլ ավելի կսաստկանա։ Շնորհակալ եմ։ Սկսեմ երկրորդ հարցից։ Շնորհակալություն հարցերի համար։ Գիտեք, նախ ես երբ խոսում եմ անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ես առհասարակ իմ դիրքորոշումը չի վերաբերում նախագահներից հենց ինչ-որ մեկին կամ թիրախավորելու նպատակ չունի, մենք ոչ ինչ-որ մեկի հաշվին նպատակ ունենք կայանալ, ոչ էլ թույլ ենք տալու, որ մեր հաշվին մեկը փորձի կայանալ։ Մենք ունենք իրավիճակ, կանգնած ենք պատմական նշանակության ընտրությունների առաջ։
Մենք խնդիր ունենք մեր երկիրը պաշտպանելու, մեր ժողովրդին պաշտպանելու եւ փրկելու պատերազմի կուսակցությունից, որը ԿՓ-ն է։ Հիմա մենք այստեղ շատ կարեւոր է նաեւ նկատի ունենալ, որ ես երբեք չեմ նկատի ունեցել եւ նկատի չունեմ մեր այն քաղաքացիներին, աջակիցներին, անգամ թիմի անդամներին, որոնք կան որևէ նախագահի կամ կոնկրետ դեպքում երկրորդ նախագահի աջակիցներն են նրան շուրջը։ Այո, մենք ունենք քաղաքացիներ, որոնք աջակցում են հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մենք ունենք քաղաքացիներ, որոնք ազնիվ պայքարի մեջ են եղել։ Այո, 2022 թվականին, 2023-ին, դրանից առաջ եւ այլն։ Իրավունքների խախտումների զոհեր են։ Ես ինքս երբ մարդու իրավունքների պաշտպանների այս մասին շատ եմ խոսել, խիստ քննադատել եմ իշխանություններին, պաշտպանել եմ մեր հայրենակիցներին, բայց նաև խիստ քննադատության եմ խիստ ենթարկել իշխանություններին, երբ արդեն պաշտոնավարումս դադարել է։ Միշտ այդ գործառույթը արել եմ եւ ԿՊ-ի ապօրինություններից, այո, պաշտպանության ենթակա են մեր քաղաքացիները եւ նրանց մեջ, այո, մարդիկ ես ազնիվ են մասնակցել այդ մողումներով եւ այլն։ Բայց հələ տեսեք, մեկը արդյունքում ինչ է տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը վեր ընտրվում է եւ դա օգնում է նրան, որտեղ մեր ժողովրդի մեծամասնությունը նպատակ չի կապում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրի կառավարումը։ Նույնը Նիկոլ Փաշինյանին է վերաբերում։ Եվ եթե դու մասնակցում ես նպատակ իմանալով հստակ, որ դու իշխանության չես լինելու, դու դառնում ես այն շղթայի մաս, որից իշխանությունը հիմա մեր դեմ օգտագործում է պարտադրված ընտրություն։ Կամ սա, կամ պատերազմ, հիմա էլ դարձել է պատերազմ, խաղաղություն, չգիտեմ, Ռուսաստան, Ամերիկա եւ այլն։ Տեսեք, ինքը միշտ վանդակի մեջ է դնում մեր ժողովրդին, այսպես քաղաքական առումով ասած, եւ ստիպում է ընտրություն կատարել այդ երկուսի միջեւ։ Եվ ժողովրդին ցույց է տալիս, որ ելք չկա, ուրիշ մարդ չկա, ուրիշ այլընտրանք չկա, եւ իրենց շատ ձեռնտու է։ Ես վստահ եմ, որ իրանք շատ ուրախացել են, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց իր առաջադրվելու մասին, որտեղ դա նաեւ նրանց փրկողակն է։ Ես կարծում եմ այդպես է։ Իսկ ինչ վերաբերում է թիրախավորումից, ես ոչ մի բան ինձ այստեղ չի կանգնացնում, ոչ էլ վախեցնում է։ Ես հատուկ ցույց եմ տվել իմ աշխատանքով նախկին, իմ ամբողջ գործունեությամբ, որ իմ համար եթե կա նպատակ դրված, ես գնում եմ այդ նպատակի հետևից, ես համոզված եմ, որ դա իրականանալի նպատակ է եւ մենք պետք է բոլորս աշխատենք, նաեւ կոլեկտիվ ջանքեր, այդպես ասացի, մեր հասարակությունը եւ այլն այդ նպատակին հասնելու համար։ Թիրախավորումները այո կան եւ ասեմ ձեզ ավելին, այնքան է նաեւ արվում առանձին շրջանակներից այդ թվում նրանց թիմից, որ մենք մտածում ենք, դե ԿՊ-ին ինչ է մնում անելու, որ այսինքն մենք պետքա լինենք ուշադիր, որպեսզի այս հարցով մենք չտանք նրանց այդ հնարավորությունը։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական իմաստով պետական, գիտեք, ես ընդգծել եմ միշտ, բոլոր նախագահների ժամանակ եղել են ձեռքբերումներ, այո, դրական, մենք բոլորս ապրել ենք այդ ժամանակաշրջաններում, մեկը ծնվել է, մեկը համալսարան է ընդունվել, մեկը աշխատանքի է գնացել, մյուսը երեխա է ունեցել, ամուսնացել է եւ այլն, այսինքն տեսեք որքան շատ իրադարձություններ են, մենք չենք կարող ոչ դրանից հրաժարվել, դրանք մեր պատմության անբաժան մասերն են, բայց մենք պետք է հասկանանք ինչն է սնում այսօր Նիկոլ Փաշինյանին եւ դրա դեմ կարողանանք այնպես անել, որ նա չկարողանա, դրա համար եմ ես ասում, գնացեք, որ գնա, որտեվ սա շատ իմ կարծիքով շատ կարևոր բանաձև է։